Renews լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին Հայաստանի եւ աշխարհի լրահոսից թափանցիկ լուսաբանմամբ։ Մի կողմ թողնենք ներքաղաքական իրողությունները, հոգևոր այրերի սրտառուչ հայտարարությունները, կառավարության նիստի լուսաբանումը, արհեստական բանականության գործարաններն ու գնանք Մերձավոր Արևելք։ Այս անգամ Իրանի միջուկային ծրագիրն է լարվածության նոր ալիք բերել։ Տպավորություն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես հանգիստ է թողել ցուցարարներին եւ Նյուսոմին ու պատրաստվում է Քեմփ Դեյվիդում խորհրդակցություն անցկացնել Իրանի դեմ ռազմավարություն մշակելու համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ իր հերթին անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։ Պատճառը նույնն է։ Երկու առաջնորդները հեռախոսած զրույց են ունեցել համակարգելու իրենց դիրքորոշումները Իրանի նկատմամբ։ Reuters-ի կանխատեսումները սակայն ավելի մտահոգիչ են։ Նշվում է, որ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը կարող է իրականություն դառնալ ընդամենը օրերի ընթացքում։ Թրամփը հայտարարել է, որ կորցնում է հույսը, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել ուրանի հարստացումը։ Վերջին տեղեկություններով Իրաքում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը սկսում է դիվանագետների արտակարգ տարհանում։ Ամերիկյան դեսպանության անձնակազմը տարհանվում է նաև Քուվեյթից։ Մեծ Բրիտանիան զգուշացրել է բոլոր բեռնանավերին Պարսից ծոցը հատելի սպասման ռեժիմում մնալու մասին։ Ի դեպ, ՄԱԳԱՏ-ի խորհուրդը 20 տարվա ընթացքում առաջին անգամ հայտարարել է, որ Իրանը չի կատարում իր միջուկային պարտականությունները, ինչը նախադրյալն է ստեղծում ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման համար։ Թրամփի վարչակազմը վերադառնալով առավելագույն ճնշման քաղաքականությանը փորձում է կանխել Իրանի միջուկային զենքի տարածումը։ Քեմփ Դեյվիդում կայանալիք խորհրդակցությունը, որին մասնակցելու են Թրամփի արտաքին քաղաքականության թիմի առանցքային անդամները, նպատակ ունի մշակել ռազմավարություն, որը կներառի դիվանագիտական բանակցությունները եւ անհրաժեշտության դեպքում ռազմական տարբերակներ։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանին միջուկային զենք ունենալ թույլ չի տա, սակայն նա նաեւ ընդգծել է դիվանագիտական ճանապարհի առաջնահերթությունը, նշելով, որ հաջող բանակցությունները կարող են փրկել բազմաթիվ կյանքեր։ Այնուամենայնիվ Թրամփի դիրքորոշումը որոշակի հակասություններ է պարունակում։ Նա մի կողմից ճնշում է Իրանին տնտեսական պատժամիջոցներով եւ ռազմական սպառնալիքներով, մյուս կողմից բանակցություններ է վարում Օմանի եւ Իտալիայի միջնորդությամբ։ Հաջորդ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային թղթապանակի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը կկայանա Մասկատում կիրակի, հունիսի 15-ին։ Իրանը իր հերթին պահանջում է պատժամիջոցների մեղմացում եւ ուրանի հարստացման իրավունքի ճանաչում քաղաքացիական նպատակներով։ Այս բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք կողմերը կարող են բանակցության գալ ուրանի հարստացման եւ միջուկային ենթակառուցվածքների սահմանափակման շուրջ։ Ի տարբերություն Թրամփի, Նեթանյահուն կտրականապես դեմ է Իրանի միջուկային ծրագրի որևէ ձևով պահպանմանը։ Նա պնդում է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքը պետք է ամբողջությամբ ապամոնտաժվի եւ Թեհրանը զրկվի ուրանի հարստացման հնարավորությունից։ Իսրայելը վերջին տարիներին Իրանի դեմ գործողություններ իրականացնելով համարում է, որ ներկայում Իրանը ռազմական առումով թուլացած է, ինչը բացառիկ հնարավորություն է ստեղծում հարված հասցնելու նրա միջուկային օբյեկտներին։ Իսրայելի անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցելու են ոչ միայն պաշտպանության նախարարը եւ ռազմական հարցերով նախարարը, այլև ծայրահեղ աջ ուժերի ներկայացուցիչները, վկայում է Նեթանյահուի մտադրության մասին համախմբել ներքին աջակցությունը Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, Իսրայելն արդեն ավարտին է հասցնում ռազմական հատվածի պլանավորումը, ներառյալ օդային միջոցների եւ զինամթերքի տեղափոխումը։ Թրամփի եւ Նեթանյահուի վերջին հեռախոսազրույցը, որը տևել է մոտ 40 րոպե, ընդգծում է նրանց սերտ համագործակցությունը, բայց նաեւ որոշակի տարաձայնություններ։ Թրամփը կոչ է արել Նեթանյահուին զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են խաթարել բանակցությունները, մինչդեռ Նեթանյահուն պնդել է, որ Իրանի դեմ վստահելի ռազմական սպառնալիք պետք է մշտապես պահպանվի։ Թրամփը սակայն հստակ չի նշել, թե արդյոք ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելի միակողմանի հարվածին, եթե բանակցությունները ձախողվեն։ Այս տարաձայնությունները խորանում են երկու առաջնորդների տարբեր մոտեցումներով։ Թրամփը ձգտելով խուսափել Մերձավոր Արևելքում նոր պատերազմից, առաջնահերթություն է տալիս դիվանագիտությանը, մինչդեռ Նեթանյահուն Իրանի թուլացած վիճակը համարելով ռազմավարական հնարավորություն, ավելի ագրեսիվ մոտեցում է որդեգրում։ Իսրայելի ռազմական պլանները, որոնք ներառում են օդային հարվածներ եւ հնարավոր է կոմանդոսային գործողություններ, պահանջում են ԱՄՆ-ի աջակցությունը որպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական առումով։ Reuters-ի կանխատեսումը, որ Իսրայելի հարվածը Իրանին կարող է տեղի ունենալ օրերի ընթացքում, հիմնված է Իսրայելի ռազմական պատրաստությունների եւ Թրամփ-Նեթանյահու բանակցությունների մասին տեղեկությունների վրա։
Իսրայելի կողմից նման հարվածը կարող է ունենալ լուրջ հետևանքներ։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Իսրայելի ցանկացած հարձակմանը, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի, ներառյալ Իրանի դաշնային խմբավորումների ակտիվացումը։ Միաժամանակ Իսրայելի հարվածը կարող է Իրանին մղել ավելի արագ միջուկային զենք մշակել կամ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալ։ Տարածաշրջանային էսկալացիան կարող է խաթարել նավթի մատակարարումները, հանգեցնելով էներգետիկ ճգնաժամի։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Հինգշաբթին կառավարության օրակարգով նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանին զեկուցեցին Ճամբարակում 3 տեղի ունեցած դեպքի մանրամասները։ Նախնական տվյալներով պայթյունը գազի արտահոսքի հետևանք էր, դեպքի վայրում 280 փրկարար է աշխատել, կա 5 զոհ, 12 անձ հոսպիտալացված է։ Վարչապետ Փաշինյանը նախ ճշտեց անօթևաններ կան, թե ոչ, հետո ցավակցություններ հայտնեց։ Մենք էլի պետք է վերադառնանք մեր մշտական թեմային, որ ստանդարտները եւ ստանդարտների արկայությունը եւ ստանդարտների իրականացումն է, որ մեզ հնարավորություն կտա կամ խուսափել կամ նվազագույնի հասցնել նման դեպքերը եւ պետք է այս ուղղությամբ աշխատենք։ Ճամբարակում տեղի ունեցած բլուզման հետևանքով Երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը միջին ծանրության, հայտնում են առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող 7 տուժածներից 3-ը հունիսի 12-ին դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ ChatGPT-ին հարցրի, թե քանի տարի է հարկավոր արհեստական բանականության գործարան կառուցելու համար։ 1-ից 3 տարի հուշեց ինձ ChatGPT-ին, իսկ բարձր տեխնոլոգիական նախարարությունից հայտնում են, որ մեզ մոտ արդեն եկող տարի $500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության գործարանը կգործարկվի։ Կառավարության նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել կառավարության անդամներին հենց այս ծրագրի մասին։ Հստակ չէ Հայաստանի պետության ներգրավվածության ձևաչափը, բայց ըստ նախարարի ծրագիրը չափազանց իրատեսական է։ Հետազոտողները, գիտնականները, մասնավոր բիզնես հատվածը նորարարությունների համատեքստում պետք է օգտվեն, վարձակալեն Firebird-ի կողմից արտադրված այդ արհեստական բանականության ռեսուրսը եւ իրենց հետազոտություններում կիրառեն, պետք է նշեմ, որ որոշ հատված մենք նախատեսում ենք, կառավարությունը նախատեսում է հասանելի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի համար, AI մասնագետների համար, հետազոտողների համար, բայց հասկանալի է, որ մենք խոսում ենք մեծածավալ ռեսուրսների մասին, այսինքն հիմնական մասը բնականաբար ընկերությունը cloud ծառայությունների միջոցով պետք է հասանելի դարձնի եւ վաճառի աշխարհի տարբեր երկրներում ընկերությունների։ Փաշինյանը խոսել է նաև խաղաղության օրակարգից, ասելով, թե ինքը իրական Հայաստանի դիտակետից է նայում եւ մեր երկրի առաջ մեծ հնարավորություններ են բացվել։ Ամբողջությամբ չհամաձայնեցված խաղաղության պայմանագրի կետերի եւ հարևանների նվաճողական քաղաքականության վտանգներին Փաշինյանը հակադրում է երկրում տեղի ունեցող միջազգային կոնֆերանսները։ Մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Կառավարությունը քննարկել է նաև Խոյ եւ Վաղարշապատ համայնքների միավորման, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի առաջարկը։ Մինչև այդ մամուլին նախարարն ասել էր, թե պատճառը քաղաքական չէ եւ չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներ եւս կվերամիավորվեն, քանի որ կասկածներ էին տարածվում, որ համայնքը խոշորացվում է տեղական մարմնի ընտրությունում քաղաքացիական պայմանագրի թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։ Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել, ասել է նա։
Պարոն Մեղեքյանը լավագույն տեխնացուն է վաղ շաբաթի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը վաղ շաբաթում սպասվելիք ընտրությունների մասին է խոսել։ Իշխող ուժը պատրաստվում է քվորում չապահովել նիստերի ընթացքում, որպեսզի արտահերթ ընտրություններ լինեն, բայց արդեն ոչ միայն վաղ շաբաթի, այլև վաղ շաբաթի եւ փարաքարի միջոցով խոշորացված համայնքի։ Վաղարշապատը մեր միակ համայնքն է, որը ըստ տրամաբանությունից դուրս էր միավորվել 2021-ին, այսինքն միացել է մի գյուղական բնակավայր եւ մենք փորձում ենք ուրեմն այս ձևով բերել են նույն տրամաբանության մեջ, ինչով աշխատում ենք 21-ին չէի կանում ամբողջապես։ Տեսեք, մենք միավորման գործընթացը շատ տեղերում փուլային ենք անում եւ 2026-ին էլ վստահաբար լինելու են համայնքներ, որոնք վերաբերավորվելու են։ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն է լինելու քաղաքացիական պայմանագրի տեխնացուն։ Ըստ Խուդատյանի նա Խոյ գյուղի բնակիչ է։ Խուդատյանը վստահ է մարզպետի պաշտոնը չեն իջեցնում։ Յուրաքանչյուրի համար երանելի պատիվ է ընտրությունների ձայները ստանալ, իսկ մարզպետը նշանակովի պաշտոն է։ Պարոն Մեխակյանը արդեն այդպիսի հնարավորություն ստացել է Խոյում եւ հաջողությամբ իրականացել է բազմաթիվ ծրագրեր, որի մասին կհաստատեն բնակիչները, այլ կարգավիճակով համայնքի ղեկավարի տեղակալի կարգավիճակով հնարավորություն է ունեցել ծառայելու էջմիածնեցիներին եւ էջմիածնեցիները վստահաբար այդ ծառայությունը դրական են հիշում եւ միավորման պարագայում ես վստահ եմ, որ ավելի լավ ընտրություն քան պարոն Մեխակյանն է հնարավոր չի ուղղակի կայացնել։ Արգիշտի Մեխակյանին վաղաշաբաթի համայնքի ղեկավար դառնալու համար պետք է, որ Խոյն ու վաղաշաբաթը միավորվեն, այսինքն տեխնացուն պետք է լինի համայնքի բնակիչ։ Չնայած նախարարն ասում է համայնքի միավորման եւ Մեխակյանի տեխնացության որոշումներն իրար հետ կապ չունեն։ Սիմոն Հովանեսյան, Reopen Media։ Տանը պահած Nokia հեռախոսները հանեք թաքստոցներից Երևանում Nokia ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերները եւ փոխնախագահ Փիթեր Վուկովիցն են։ Նախորդին նրանք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին են ներկայացրել հեռահաղորդակցության ոլորտում Nokia եւ Ucom ընկերությունների առաջիկա համագործակցությունը։ Apple-ին փոխարինող նոր ու ավելի սմարթ մոդելի մասին չէ խոսքը։ Կարծես Հայաստանը 5G ցանցի ժամանակաշրջան է թևակողում։ Կառավարությունում տեղի ունեցած 5G ենթակառուցվածքների ներդրման ընթացիկ եւ ապագա ծրագրերի քննարկմանը մասնակցել են նաև Galaxy ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը եւ Արամ Խաչատրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Գիրիկյանը։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Ծառայության տնօրենը վերահաստատել է հանձնաժողովի հանձնառությունը շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր եւ համակարգված աշխատանքը։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հանձնաժողովի ներկայացրել են անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ կոմիտեում կատարվող քննության արդյունքները։ Այնուհետև քննարկումներ են ծավալվել հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։ Թուրքիան զգուշանում է, որ Հնդկաստանը բացահայտ կաջակցի Հունաստանին, գրել է հնդկական Zee News India լրատվական ալիքը։ Թուրքական լրատվամիջոցները վախենում են, որ Հնդկաստանը կամրապնդի պաշտպանական եւ տնտեսական կապերը Հունաստանի հետ։ Հունական մամուլը վերջերս հաղորդել էր, որ Հնդկաստանը ուսումնասիրում է Հունաստանում խոշոր ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Գործարքները կարող են ներառել նավահանգիստները, զբոսաշրջությունը եւ պաշտպանությունը։ Հնդկական աղբյուրները նշում են, որ ներդրումները Հունաստանում նույնպես նյարդայնացնում են Թուրքիային։ Zee News India-ն նշում է, որ Հնդկաստանը նաև ամուր կապեր ունի Կիպրոսի եւ Հայաստանի հետ, որը բարեկամ երկիր է, Հնդկաստանից ստանում է բարձր տեխնոլոգիական զենքեր, որոնք իրենց արդյունաբերության ապացուցել են Պակիստանի հետ բախման ընթացքում։ Խարկովը գրակների մեջ է առավոտյան այս խորագրով են լուրեր հրապարակել ուկրաինական շատ լրատվամիջոցներ։ Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը ռուսական զորքերը հերթական զանգվածային հարվածներն են հասցրել Խարկովին, հիմնականում անօդաչու սարքերով։ Ուկրաինական կողմը հայտնում է, որ այրվել են բնակելի տներ, տասնյակ ավտոմեքենաներ ու ձեռնարկություններ։ Կիևը հայտնում է այդ հարձակման արդյունքում 14 վիրավորի մասին, որոնցից 4-ը երեխաներ են։ Հարձակումների մասին է հայտնում նաև ռուսական կողմը, ուկրաինական ուժերը դրոններով հարձակումներ են ձեռնարկել մի շարք ուղղություններով։ Գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդային տարածքում խոցվել է ուկրաինական 52 դրոն, որոնցից 3-ը Մոսկվայի տարածաշրջանում։
Իրանն աշխարհի ուշադրության թիրախում է, իսկ Ուկրաինան անակնկալ հյուրընկալություններ է կազմակերպում։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հինգշաբթի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Պիստորիուսը ցանկանում է անձամբ ծանոթանալ ընթացիկ իրավիճակին եւ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել Ուկրաինայի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Մինչև այդ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինա կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ գերմանական զենքի մատակարարումները Ուկրաինային այսուհետև կլինեն գաղտնի, ըստ երևույթին ցանկանալով Ռուսաստանին անորոշության մեջ պահել մատակարարվող զենքի վերաբերյալ, թեև մեկ այլ առիթով Մերցը հայտարարել էր, թե հեռահար Դարիուս հրթիռներ է մատակարարելու Կիևին, ինչն անելուց նախորդ Օլաֆ Շոլցը հրաժարվում էր։ Տարածաշրջանում խաղաղությունը եւ հիբրիդային պատերազմը դարձել են Օդեսայում կայացած գագաթնաժողովի հիմնական թեմաները, որին մասնակցել են Ուկրաինան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը եւ Բալկանյան մյուս բոլոր պետությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական պլաններն ուղղված են Օդեսային։ Նրանք թիրախավորում են նաեւ Մոլդովայի եւ Ռումինիայի սահմանները։ Իհարկե, մեզ հիմա պաշտպանություն է պետք, բայց առաջին հերթին մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ, որ այս ագրեսիան այլևս երբեք չի կրկնվի, հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշուր Դանը։ Ըստ նրա, միակ լեզուն, որ հասկանում է Ռուսաստանը, ուժի լեզուն է, եւ պետք է անել հնարավորը, որպեսզի Ուկրաինան բանակցություններ վարի ուժի դիրքերից։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն զգուշացրել է հիբրիդային պատերազմի վտանգի մասին, որի նպատակն է ազդել այս տարվա աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների վրա։ Օդեսանի դեպ գագաթնաժողովի նախօրեին ենթարկել է ռուսական հրթիռակոծությանը։ Բողոքի ցույցերի նոր ալիքը նոր մտքեր է բորբոքել նախագահ Թրամփի գլխում։ Նա ցուցարարներին ֆինանսավորողների աղբյուրն է փնտրում։ Ցույցերի ավելի ընդգրկուն աշխարհագրություն եւ ձերբակալվածներ։ Այժմ պարետային ժամ է սահմանվել ոչ միայն Լոս Անջելեսի կենտրոնում, այլև Սիեթլում եւ Սփոքենում։ Խստացվում են անվտանգության միջոցառումները։ Մեզ մոտ սովորական հինգշաբթի Ռուսաստանում տոն վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին եւ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում մասնավորապես նշված է. «Շնորհավորում եմ ձեզ եւ բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան եւ կամրապնդվեն իր նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում ասված է, մեջբերում եմ. «Այսօրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորում է պետության եւ հասարակության զարգացման նոր փուլի սկիզբը։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետեւողական բազմաբավանդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ, նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը եւ երկու պետությունների տնտեսության ներուժի արդյունավետ օգտագործմանը»։ Պետություն եկեղեցի երկխոսության մասին մեր եթերային դասամիջոցը ավարտված է։ Վարչապետ Փաշինյանը ժամեր առաջ հերթական ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել է, որ ցավոք կաթողիկոսի թեկնածու չունի, իսկ այն նկարագիրը պարզ է՝ Հիսուս Քրիստոսի հետևորդ, Աստծուն հավատացող, եկեղեցուն ծառայող մարդ եւ բարեպաշտ հոգեվորական է փնտրում Փաշինյանը։ Խարդախ վաշխառուներին եւ վեղարի տակ թաքնված անառակներին եկեղեցում Հայաստանի վարչապետը չի տեսնում։ Կտրիչ Ներսիսյանը պիտի ազատի գրառման մեջ կրկին պնդել է Փաշինյանը։ Սփյուռքի հոգևոր դասը շարունակում է հայտարարություններ տարածել ի աջակցություն ամենայն հայոց կաթողիկոսի։ Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի թեմական խորհուրդները հայտարարել են, որ Հայաստանի գործող իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հատել են բարոյականության բոլոր հնարավոր ու անհնար սահմանները։ Սրանք ոչ այլ ինչ են, քան ազգադավ փորձ հարվածելու հայ ժողովրդի հոգևոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար եւ անդառնալի հետևանքներով, նշված է հայտարարության մեջ։
Անցած օրը հաղթական էր սպորտային հարթակում Սկոպիեում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավեց առաջին տեղը թիմային հաշվարկում, երկրորդ տեղում Վրաստանի թիմն էր, երրորդում Ադրբեջանի հավաքականը։ Հայաստանի թիմից ոսկե մեդալներ նվաճեցին 51 կիլոգրամ քաշային կարգում Մարատ Աճեմյանը, 60 կիլոգրամ քաշային Հայկ Մանուկյանը, որը եզրափակչում ադրբեջանցի մրցակցին հաղթեց տուշեյով։ Մարտին Մանջիկյանը եւ Ջանես Նազարյանը նվաճեցին արծաթե մեդալներ, 45 կիլոգրամ Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Reopen Media-ի հաջորդ լրատվական թողարկումը ժամը 18-ին է, փնտրեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում եւ Facebook-ում։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մենք կհանդիպենք։